Անդրադառնալով կալանքներին նշեմ, որ 2025 թվականին առաջին ատյանի դատարաններ են ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61%-ը։ Մասնակի բավարարվել է 672-ը կամ 26%-ը։ Մերժվել է 321-ը կամ 12%-ը։ 2023-25 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի կողմից բավարարված միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվի համեմատ։ Եթե թվերի վերածենք, վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների համեմատ 25 թվականին 2.5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համեմատ։ Դատախազությունը 25 թվականին դիմել է երկու մարմնի արդարադատության նախարարին եւ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին։ Նշեմ, որ հանձնաժողովին դիմելու պրակտիկա նախկինում դատախազությունը չի ունեցել եւ 25 թվականից սկսած այս պրակտիկան ներդրվել է։ Կոնկրետ գործերով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումներով։ 25 թվականի ընթացքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատախազության կողմից արդարադատության նախարարին ներկայացվել է 17 հաղորդում, որոնցից 8-ի դեպքում մերժվել է կարգապահական վարույթ հարուցելը, 3-ը դեռևս քննարկման փուլում է, իսկ 6 հաղորդման դեպքում հարուցվել է 6 կարգապահական վարույթ։ Մեկ հաղորդման հիման վրա դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Նշված միջնորդության քննության արդյունքում, հիշեցնեմ, դատախազության հաղորդման հիման վրա էր բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է խիստ նկատողություն։ Անդրադառնալով զինված ուժերին նշեմ, որ 25 թվականին զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։ 25 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։ Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45%-ը եղել են պատահարներ, այլ խոսքով ոչ հանցագործություններ։ 1221-ը կամ 54.3%-ը հանցագործություններ։ Այդ թվում 687-ը կամ 56.3%-ը զինվորական, 534-ը կամ 43.7%-ը այլ հանցագործություններ։ 24 թվականի համեմատ պատահարներն աճել են 265-ով կամ 34%-ով։ Հանցագործություններն ընդհակառակը նվազել են 110-ով կամ 8.3%-ով։ Ընդ որում, ընդհանուր բնույթի հանցագործությունների դեպքերը նվազել են 82-ով կամ 13%-ով, իսկ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 28-ով կամ 3.9%-ով։ 25 թվականին զինված ուժերում զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը. ժամկետային 6 զինծառայող, սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող եւ 1 աշխարհազորային։ Ընդհանուր ծառայության հետ կապված մահվան 9 դեպք, 24 թվականի 27 դեպքի համեմատ։ Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են. ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնեական անփութություն 1 դեպք, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք։ 25 թվականի ընթացքում պաշտոնեական անփութություն 1 դեպք, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք։ 25 թվականի ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66%-ով։ 25 թվականի ընթացքում զինվորական դատախազության կողմից հսկված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 411.728.000 դրամ։ Հիշեցնեմ, որ ապօրինի գույքի բռնագանձման ընդհանուր գործառույթի շրջանակներում նաև զինվորական դատախազությունն է իրականացնում պետական շահերի պաշտպանություն եւ խոսքը զինված ուժերում տարբեր գույքային չարաշահումներին է վերաբերում։ Այս գումարից միջդատական վարույթում վերականգնվել է 108.712.338 դրամը։ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից 25 թվականին իրականացվել է 280 ուսումնասիրություն, արձանագրվել է պետությանը պատճառված 1.432 միլիոն դրամի վնաս։ 25 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938.80.000 դրամի վնասը, որից 924.294.000 դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից արտադատական կարգով։ 24 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 25 թվականի ընթացքում վերականգնվել է եւս 92 միլիոն։
25 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց, ընդհանուր հայցագինը 4 միլիարդ 564 միլիոն է, հայցերից 5-ը բավարարվել են ամբողջությամբ, 19-ի քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ 5 բավարարված հայցերով բռնագազման ենթակա գումարի չափը 11 միլիոն դրամ է։ Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործություններին նշեմ, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում։ 23 թվականին 1368, 24 թվականին 1116, 25 թվականին 996։ 25 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3024 քրեական վարույթից ավարտվել է 980-ը, որոնցից 669 կարճվել է, այդ թվում 489 արդարացման, իսկ 180-ը ոչ արդարացման հիմքով։ 311 քրեական վարույթ 772 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան։ 25 թվականի ընթացքում կոռուպցիոն գործերով դատարանների կողմից քննվել եւ ավարտվել է 157 քրեական գործ 282 անձի վերաբերյալ։ Նշված գործերից 107-ով 193 անձ դատապարտվել է, որոնցից 27-ը ազատազրկման, 27 անձ տուգանքի, 9 անձ հիմնական այլ պատժի, 133 անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 13 անձի նկատմամբ կիրառվել են նաև լրացուցիչ պատիժներ։ Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, ես համառոտ նշեցի երկու օրինական ուժի մեջ մտած վճիռների մասին, բայց ընդհանուր իրավիճակը ըստ 2025 թվականի եւ ըստ 2020-25 թվականների կտրվածքի ուզում եմ ավելի մանրամասն ներկայացնել։ Նախ 25 թվականին նշեմ, որ վարչությունն նախաձեռնել է 157 ուսումնասիրություն եւ դատարանը ներկայացրել 42 հայցադիմում։ Այս հայցադիմումներից 38-ը այս պահին քննվում են դատարանում։ Ինչու 38-ը, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումից հետո կան հայցադիմումներ, որոնցից դատախազությունը հրաժարվել է եւ այս 4 հայցադիմումը այդ հայցադիմումների շարքում են, որոնք դատախազությունը հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դիրքորոշումները եւ ուղենիշային կարծիքը ուղղակի հրաժարվել է հայցերից։ 38 հայցով, կրկնեմ 25 թվականի մասին է խոսքը, պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձում մասնակցություն, 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ։ Նշեմ, որ խոսքը 25 թվականի մասին էր։ 25 թվականին կնքվել է հաշտության 1 համաձայնություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության օգտին պետք է բռնագանձվի 87.622 հազար դրամ, այս գումարից 68.811 դրամը արդեն բռնագանձվել է։ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից, այսինքն ձևավորման օրվանից մինչ 2025 թվականի դեկտեմբերի 31 նկատ ժամանակահատվածում վարչության ընդհանուր նախաձեռնած ուսումնասիրությունների թիվը 758-ն է։ 26 թվականի մարտի 1-ի դրությամբ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնցից ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է։ Այս հայցերով դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ։ Ինչու՞մ է դրամական պահանջի եւ հայցագնի տարբերությունը, ոչ բոլոր գույքերն են, որոնք նպատակահարմար է լինում գնահատել, որովհետև գույքերի մեծ մասը մենք պահանջում ենք բնեղենով։ Ոնց որ իմ նշած օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում մենք չենք գնում գույքի դրամական կամ շուկայական արժեքի բռնագանձման պահանջով, մենք գնում ենք գույքի կոնկրետ մասնաբաժնի բռնագանձման պահանջով, դրա համար ավելորդ չենք ծախսանում եւ հարկատների գումարը չենք ծախսում այս գույքերը գնահատելու գործընթացի վրա, առավել եւս, որ մինչեւ դատական ակտի կայացումը շուկայական արժեքները փոխվում են։ Վարչության 2025 թվականների աշխատանքները ամփոփելով նշեմ, որ վարչության լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով եւ հաշտության 9 համաձայնություններով այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար դրամ։ Երկու շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն դրամ եւ 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ որպես դրամական միջոց։ Միայն դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հօգուտ Հայաստանի Հանրապետության իմ կողմից նշված ժամանակահատվածում բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք եւ դրամական միջոց։ Եթե դոլարային համարժեքն եք ուզում հաշվել, մոտավորապես 14 միլիոն 464 հազար ամերիկյան դոլար։ Անդրադառնալով պետական համայնքային շահերի պաշտպանության
հայց հարուցելու բացառիկ լիազորությանը նշեմ, որ միայն 25 թվականի ընթացքում կատարվել է 540 ուսումնասիրություն եւ հայտնաբերվել է 485 իրավախախտում։ Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական եւ համայնքային գույքի օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ քաղաքաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։ Դատախազության կողմից հաշվետու ժամանակահատվածում դատարան միայն պետական շահերի պաշտպանության բնագավառում ներկայացվել է 350 հայց, որոնցից 183-ը քաղաքացիական դատավարության կարգով 2 միլիարդ 524 միլիոն 486 հազար դրամի բռնագանձման պահանջով, 36-ը քրեական դատավարության կարգով ընդհանուր 230 միլիոն 82 հազար դրամ վնասի հատուցման համար գումարի պահանջով եւ 131 հայց վարչական դատավարության կարգով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց վարչական ակտերի գործողությունների դեմ, որոնցով պետությանը կամ համայնքներին պատկանող գույքը ապօրինի օտարվել է։ Նշված հայցապահանջներով պետությանը կամ համայնքին վերադարձման ենթակա գույքերի արժեքը կրկին ռեսուրս չենք ծախսում, հաշվարկ չենք իրականացնում, որովհետև էլի պահանջում ենք գույքերը բնեղենով։ Եվ միայն այն իրավիճակներում, երբ հնարավոր չի այլևս գույքը վերադարձնել բնեղենով, արդեն դատական քննության փուլում նշանակվում է փորձաքննություն, որոշվում է գինը գույքի եւ կողմը արդեն հատուցում է պետությանը գույքի արժեքը դրամական էկվիվալենտով։ 25 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով կամ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել կրկին նախնական գնահատմամբ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ 25 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 342 միլիոն 786 հազար դրամ հայցապահանջով 55 հայց։ Սրանք են գումարներն են, որոնք կամ արդեն մուտքագրվել են վերականգնված միջոցների միասնական հաշվին կամ հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձման ընթացքում են գտնվում։ Իսկ նախորդ տարիներին դատարան ներկայացված հայցերով 25 թվականին փաստացի վերականգնվել է 113 միլիոն 405 հազար դրամի վնաս։ 25 թվականի ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է հանցանքի մասին 92 հաղորդում։ Սրանք հիմնականում գնում են հակակոռուպցիոն կոմիտե, որովհետեւ վերաբերում են պաշտոնատար անձանց չարաշահումներին, անպտությանը, կեղծիքին կամ այլ հանցագործություններին։ Պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում կցանկանամ անդրադառնալ նաեւ Սևանի ավազանում վերջին 5 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքին։ Նշեմ, որ երկու ստորաբաժանումները մեր պետական շահերի պաշտպանության վարչությունը եւ Գեղարքունիքի մարզի դատախազությունը ուսումնասիրություններ էին սկսել Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ։ Նմանատիպ մի գույքի մասին մենք անցյալ տարի խոսելու առիթ ունեցել ենք ազգային ժողովում, որը վերաբերում էր առանձնատանը պաշտոնատար անձի։ Այս առանձնատանից բացի դատախազության հայցերով դատարաններում են գտնվում ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը, Հարսնակար հյուրանոցի վարչական համալիրին, Հարսնակար հյուրանոցի քոթեջներին վերաբերող հայցը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը, նշեցի արդեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը, Կապավոր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը։ Այս ինչ որ ես ներկայացնում եմ ամփոփումներն են մինչ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, այս պահի դրությամբ եւս 5 առանձնատան վերաբերյալ հայցեր են ներկայացված դատարաններ։ Բացի այդ միջնորդագրերի հիման վրա 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս այդ միջնորդագրերի կատարման արդյունքում բացարձակ նիշից ցածր 34 հողամասում ապամոնտաժվել եւ քանդվել է 86 շենք շինություն։ Լուծվել դադարեցվել է Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից 2 պայմանագիր կրկին դատախազության միջնորդագրի հիման վրա։ Ուղղակի հիշեցնեմ, որ 26 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Կարեն Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը։ Նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները տրամաբանական է, որ որևէ իրավունք չեն ունեցել, այդ թվում վարձակալության իրավունք։ 26 թվականի մարտին ապամոնտաժվել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները, թեկահարթակը, ապամոնտաժվել է նաև ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը։
Դատախազությունը 26 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ ապամոնտաժվել են ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպ, բետոնե հենապատ, թեքահարտակ եւ այլ շինություններ։ Հիշեցնեմ, որ այս առանձնատունը բացի պետական շահերի պաշտպանության հայցից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ներառված է այն գույքերի շրջանակում, որը դատախազությունը պահանջում է Վլադիմիր Գասպարյանից եւ իր հետ փոխկապակցված անձանցից։ Ես ենթադրում եմ մենք առիթ կունենանք անդրադառնալու նաև մարտի 1-ի գործի քննությանը, դրա համար ժամանակը չեմ ձեր օգտագործի, ենթադրում եմ հարցեր կունենանք։ Մենք ցանկանամ մի հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրել, ինչով է պայմանավորված դատախազության այս տարվա տարեկան հաղորդման մեջ այսքան շատ վերլուծական տվյալի առկայությունը, որովհետև մենք աստիճանաբար հետ ենք կանգնում բացարձակ թվերով վիճակագրություն հաշվելու պրակտիկայից եւ վերլուծություն ենք իրականացնում մեծ տվյալները հիմք ընդունելով։ Բացի դրանից 2025 թվականի մարտի 14-ի կոլեգիայի նիստով եւ դրան հաջորդած գլխավոր դատախազի հրամանով սահմանվել են դատախազների գնահատման եւ ծառայողական առաջխաղացման համար հիմք հանդիսացող մի շարք չափանիշներ եւ այդ չափանիշների մեջ որպես առանցքային նշվել են պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պետությանը համայնքին վերադարձված փաստացի վերադարձված գույքի եւ դրամական միջոցների չափը, ծանր առանձնապես ծանր գործերը միջդատական վարույթում ավարտելը եւ նաեւ դատաքննությունը ավարտելը, ինչպես նաեւ քրեական վարույթներով եւ դատախազական ներգործության այլ միջոցներով պետությանը համայնքներին պատճառված դրամական վնասը վերականգնելու գումարի չափը, այսինքն կրկին թվերի բացարձակ թվերի չափանիշներից այսքան հատ քրեական գործ չափանիշից անցել ենք դեպի ավելի բովանդակային գնահատումը եւ արդյունքահեն գնահատումը եւ կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, քանի որ իրավապահ համակարգի ծանրաբեռնվածությունը չի կարող հատ գործով գնահատվել, այս դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչ օրինակ միջդատական վարույթում եւ դատարանում ավարտված գործերի ինչ ծանրության աշճաններ կան եւ ինչ գործեր են, որոնք ավարտվել են դատարանում։ Օրինակ տեսակ, որ ծանր առանձնապես ծանր գործերի դատական ավարտները նվազում ունեն այս տարի, մինչդեռ անցյալ տարի ունեին աճ, մեզ սա մտահոգում է եւ կարծում ենք, որ այս առումով մենք նաեւ որոշակի անելիքներ ունենք։ Նաեւ կցանկանամ ընդգծել, որ կարծում ենք այս փոփոխման արդյունքում է, որ դատախազության աշխատանքի նկատմամբ նաեւ որոշակի փոփոխություն է կրել հանրային գնահատականը միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ 26 թվականի փետրվարին իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն եւ ստացված տվյալները փաստում են, որ դատախազության աշխատանքից լիովին գոհ եւ ավելի շատ գոհ է քաղաքացիների 43%-ը, ինչը նախորդ հարցման համեմատ, որը իրականացվել էր մոտավորապես 1 տարի առաջ, գերազանցում է 6%-ով։ Կարծում եմ հարցեր շատ կլինեն, չեմ ուզում ավել ժամանակ չարաշահել, շնորհակալ եմ ուշադրության համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։